Ալո, Այո, բարև ձեզ։ բարև ձեզ։ Գևորգ Գրիգորյանի հետ եմ խոսում, ճիշտ է։ Այո, տեսնում եմ։ Ձեզ Գայանեն է Զարգարյան անհանգստացնում News Media լրատվական գործակալությունից։ Եթե դեմ չեք, Գևորգ ջան, կուզենայի նախ ձեզ ներկայացնել մեր լսարանին եւ մի քանի հարցերի շուրջ փորձեինք այսօր զրուցել։ Հարմար է ձեզ։ Այո, խնդիր չկա։ Ես ձեզ ներկայացնեմ, հետո անցնենք հարցերին։ Ուրեմն ուզում եմ իմ լսարանին ներկայացնել մեզ լսողներին, որ զրուցելու եմ Ավստրիայի սենատոր Սև Հովաց ռազմահայրենասիրական կազմակերպության Եվրոպայի պատասխանատու, Հայ խաչակիրներ ազատագրական շարժման Ավստրիայի պատասխանատու Գևորգ Գրիգորյանի հետ։ Գևորգ ջան, նախ կուզենայի մենք անդրադառնայինք այն խնդրին, եթե չեմ սխալվում, 44-օրյա պատերազմի ժամանակ դուք Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանին անմիջական ձեր կողմից փաստորեն փոխանցվել էր 50,000 եվրոյի օգնություն, ոչ նյութական, դրամական տեսքով, եւ այդ օգնությունը փաստորեն տեղ չէր հասել եւ դրանից հետո զարգացումներ էին դրան հաջորդել, որքանով որ տեղյակ եմ նաեւ գործին միջամտել էր ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության, կուզենայի իմանալ այդ գործը ուր է հասել եւ ինչ հանգրվանի հասավ եւ ի վերջո ում հասավ, ում բաժին հասավ այդ 50,000 եվրոյի օգնությունը, որը որ տրամադրվել էր ձեր կողմից։ Դրանե ջան, շնորհակալ եմ Աստված օրհնի ձեզ եւ մեր հայ ազգին, բոլորին, ամեն, որ հետաքրքրված եք արդեն 5-րդ տարին է։ Ու ես միշտ ասել եմ, որ ես հետնահանջ չեմ ունենալու, որովհետև եթե ամեն մի գիտակից հայ իր օգնությունը եւ իր տրված որևէ մի իր կամ գումար, երբ որ իր պետությանի երկրի ժողովրդին տալի, պետք է հետևից գնա, որովհետև չի կարող այս տեսակ 200 միլիոն եվրոյի օգնություն գնա եւ մնացած միլիարդավոր օգնությունը կորի ուղղակի եւ պատասխանատվություն չունի։ Այո, իմ հետ եղավ այդ պատմությունը, երբ որ 40 ես արդեն ներգրանամ կարճ, ես արդեն 20 տարուց ավել մեր երկրի եւ զինվորի կողքին կանգնած եմ, ուղղակի ես շատ չեմ սիրում իմ անձից խոսել եւ մենք գործում ենք, որտեղ դա մեր հայի գենի մեջն է, այդ ամեն ինչը։ Ուրեմն, երբ որ 44 օրվա պատերազմը եղավ, մեր բոլոր հայրենակիցները, որոնց շատ շնորհակալ եմ, գումարային տեսքով մենք հավաքեցինք հիմնադրամին ուղարկեցի ես անձամբ մեր ռեգիոնի հավաքած գումարը։ Այո։ Հետո ես օգնեցի անհատական այնտեղ Հայաստանում շորեր էին կարում, պլաշներ, հատուկ շմիածինում եք դա, ես շատ շնորհակալ եմ բոլորից այն օգնության ու այն իրար հետ աշխատելու, որ մենք հասցնում ենք մեր տղեկին, մեր զինվորին, ու ես ինքս ուղարկեցի, ունեի արդեն այդ ամեն ինչը բերված գերմանական պալատկեք վրաններ եւ մատրասներ հատուկ, որ գիտեի, որ մեր տղեկ այսօր այդ ցուրտ անձրև ցեխերի մեջ էին։ Այո։ Եվ ես կապնվեցի Ավստրիայի հայ առաքելական եկեղեցու հովիվի հետ եւ նա ասաց, որ Գևորգ ջան, այս հարցերով զբաղվում է Հայաստանի դեսպանատունը, տվեց ինձ մի համար Եվ ես կարճ ասած զանգեցի, հանդիպեցինք մենք, նրանք ասին, որ դժվար է, որտեղ կորոնայի պիկ ժամանակն էր։ Արմեն Պապիկյանին եք հանդիպել, Գևորգ ջան, այդ ժամանակ։ Ոչ, աշխատակազմում։ Ստեփանի հետ եմ հանդիպել։ Ստեփանը ազգային անվտանգության աշխատող էր, եթե չեմ սխալվում, նա հանդիպեց ինձ։ Հենց այդ նույն օրը, երբ որ մենք ցույց էինք կազմակերպել Ավստրիայում մեր բոլոր հայրենակիցներից, Ստեփան ինձ զանգահարեց, Գևորգ ջան, ապրանքը կարող եք բերել Վենայի կարգո, մենք կուղարկենք դա։ Ես ասացի, որ համաձայն եմ, մենք այդ օրը համցույցի գնացինք եւ իմ ընկերներից մեկը բերեց հասցրեց այդ ապրանքը այրոպորտ, Վենայի այրոպորտը կարգո եւ տվել էր համապատասխան աշխատողներ, այդ վիդեոները կա, ամեն ինչը կա։ Կարճ ասած, հետո ցույցի ժամանակ նա զանգահարեց ինձ,
քանի որ դեսպանատուն իրավունք չունի ցույցերին մասնակցելու, դա չեմ հասկանում թե ինչու, բայց ինչ որ այո։ Հանդիպեցինք, ասեց, որ գումարի խնդիր կա, ուղարկել ես, ասի դրա խնդիրներ չկա։ Դուք մենակ գին ասեք, ասեց մի երևի 5000-ի չափ, ասի տեղ ասեք, ժամ ասեք, այդ գումարն է կտանք, հետո 3 օր զանգեց, բա դեսպանատունը վերցնում է իր վրա դա։ Այո։ Դե ապրանքը շատ մեծ է եւ շատ ծանր է, պիտի դա ուղարկվի։ Ես շատ ուրախացա, ողջունեցի եւ սկսվավ այդ խնդիրները։ Իրանց հետ ես մի պայմանավորություն է եւ գրած էր հենց այդ վիդեոների մեջ կա, որ 10%-ը, քանի որ ես լինելով Սև Հովազի պատասխանատուն եւ ճանաչում եմ Ռոստամ Գասպարյանին արդեն իմ ծնված օրվանից կարելի ասել, որովհետեւ նա մեր այո ռայոնից էր, ճանաչված լեգենդար հրամանատար, այո։ Այո։ Եվ ասեցի, որ 10%-ը տվեք Սև Հովազ ջոկատին, մնացածը բաժնեք բնային, որտեղ որ ձեզ հարմար կգտնեք, որտեղ որ հարմար կլինի, պայմանավորվել էինք մենք։ Եվ այդպես 1 օր, 10 օր, 20 օր արդեն կռիվը երբ որ վերջացավ, ես գնացի Վիեննա։ Այո։ Եվ այնտեղ եկեղեցում հանդիպեցինք պարոն չկոչված դեսպանին եւ նա տղավարի ձեռ տվեց, ասեցի ուր է այդ ապրանքը, նա շատ վիրավորվեց, որտեղ ես մի քիչ իր այդ կոպիտ էի խոսում, որ մեր տղեկ ինչի պիտի դա չհասներ։ Նա երթում այնտեղ չգիտեմ խոսքեր, որ ես մեղավոր չեմ, հետո ինձ հասավ ինֆորմացիաներ, որ դա Ռուսաստանում ինչ-որ խնդիրներ ունեցե, դեղեր են ուղարկել, ոչ ոնց մի sense խառը բաներ ինձ եկավ հասավ տեղ իր աշխատողների կողմից։ Եվ նա խոստացավ 2 շաբաթից այդ հարցը լուծում տար։ Եվ ինձ զանգահարեց Երևանից մեկ անձ, որ պասպորտ սեղանի պետը, օվերի պետը։ Եվ խնդրեց ինձ 1 ամիս ժամանակ հետաքննություն անելու, ես ասի լավ կռիվ արդեն վերջացել, պատերազմը վերջացել էր, բայց ինձ համար շատ հետաքրքիր ուր էր այդ ապրանքը։ 1 ամիսը դարավ 1 տարի, 1 տարին 2 տարի, եւ ես փորձեցի անընդմիջ կապերի մեջ մտնել, երբ որ ես իրավունք ունեի դեռ Հայաստան գալու, ես Հայաստանում էի ու ինձ զանգահարեց ազգային անվտանգությունից, որ պարոն Գրիգորյան, խնդրում ենք ձեզ մոտենալ ազգային անվտանգություն, ես եկա այնտեղ 2 երիտասարդ նստեցինք, նույնը ես կրկնեցի, հետո այդ խոսակցությունից հետո ինձ խրգում է դեսպանատունը շնորհակալական շատ էժան թուղթ, բայց այնտեղ կար մի բայց, որը ես դա բարձրաձայնեցի, շատերը չհասկացան։ Այնտեղ գրառման մեջ գրված էր, որ շնորհակալություն պարոն Գրիգորյան, որ դուք Արցախի հանրապետությունում օգնություն եք ուղարկել, բայց ես Ավստրիայի հանրապետության Հայաստանի դեսպանին էի տվել այդ օգնությունը, որ նա հասցրել է Հայաստանի հանրապետություն։ Գեղեցիկ ձևով փորձել են փաթեթավորել, հա, իրավիճակը։ Նրանք փաթեթավորեցին, որ վաղը միսօրը, երբ որ Ադրբեջանը այն ինչ որ արդեն դրված է մեր դեմ, որ մենք օգնել ենք օտար երկրում եւ մեր տղաները, ինչպես Գագո Մերկոյանն ասում, որ մենք կռվել ենք օտար երկրի հողում, չիմանալով, որ վաղը միսօրը դեսպանները այն ժամանակ ես արդեն հասկացա, որ սրանք ուզում են իրենց ձեռքերը լվան եւ գցեն մեզ վրա, ու մենք դրա համար շատ արագ ես կազմակերպեցի Ավստրիայի անվտանգության հետ հանդիպում, կոռուպցիա եւ անվտանգություն, որտեղ իրանք մտածելով իրանք դիվանագետ են, մենք չենք հասկանա այդ տողերը, որովհետև վաղը Ադրբեջանը պահանջելու է մեր հայրենակիցներին, դե տեսեք Հայաստանի Հանրապետությունը հենց գործող այսօրվա թուրքա հպատակները ասում են, որ դա ուրիշի հող էր, նշանակում է մենք բոլորս Սփյուռքը միլիոնավոր դոլարները, որ ուղարկել ենք կամ օգնությունը մենք ուղարկել ենք օտար երկրին բնաջնջելու համար։ Ես այսպես եմ հասկացել եւ նույնը հասկանալի եղավ Ավստրիայի Հանրապետության հատուկ ծառայություններին եւ ճակերտները չեմ ուզում բացել, թե մենք ինչքան խորացանք այդ թեմայով եւ մնացած հարցերով, որը օրերից մի օր ես կբարձրաձայնեմ եւ մինչեւ այսօր մենք մի քանի եթերներ ենք ունեցել լրագրողների հետ, ինձ զանգահարել են ազգային անվտանգությունից պարոն Գրիգորյան, ապրանքը հասել է տեղ, մի անհանգստացեք արդեն 5 տարի, բայց չենք կարող ասել դա ազգային ոնց են ասում անվտանգության գաղտնիք է, հա? Անվտանգության գաղտնիք է։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ ինչպես են իրանք մտածում ու այս ձև 10 միլիոն
հայ ազգին խաբելով ու 10 միլիոնը լռում են, իսկ ես չեմ լռելու դրանից, ես գնալու եմ մինչև վերջ, իրենք պատասխան են տալու։ Այս պաշտոնը, այս ինչ որ իրանք հիմա անում են, դա ցնա չի լինելու, դրա համար ես այդ համբերությունն ունեմ եւ օրերից մի օր իրանք պետք է պատասխան տան։ Այսինքն այդ հետաքննությունը, որը որ խոստացվել էր հայկական կողմից, իրավապահ կառույցի ներկայացուցիչի կողմից, որ ընթանալու է հետաքննություն, փորձելու են իրականում հասկանալ, թե ուր է, այսպես ասած, գողոնը, նկատի ունեմ այս դեպքում ուղղված է մեր ասելիքը փաստորեն դեսպանատանը եւ դեսպանին, եթե նա է եղել անմիջական այդ դերակատարը, ստացվում է այդ հետաքննությունը գրվեց սառույցին, ճիշտ հասկացա։ Այո, նա այստեղ ինչ նրբություն կա, մենք գիտենք, որ Փաշինյանը կոռուպցիայի դեմ է եւ ասում է հատիկ առ հատիկ հավաքելու ենք, բերելու ենք, դնելու ենք, դա իր խոսքերն է։ Այո։ Հիմա նայեք, ես բարձրաձայնել եմ մի քանի բան անվտանգային թեմաներ Ավստրիայի դեսպանատնից եւ ասեցի, ես պատրաստ եմ, եթե ազգային անվտանգությունին զանգահարի, որտեղ սա եթերային չի էլ, եւ չզանգահարեցին հարցնեն, արդյոք ինչ եք խոսել դեսպանատան աշխատողների հետ։ Ես ասեցի, եթե ես բարձրաձայնեմ, 1 րոպե հետո պարոն Ստեփանը, ազգանի հիմա չեմ հիշում այս պահին, նա պետք է 1 րոպե հետո հայտնվեր ազգային անվտանգության նկուղում։ Երկրորդ Ստեփանը դա դեսպանի աշխատակազմի ներկայացուցիչն էր, ճիշտ է, Արմեն Պապիկյանի։ Այո։ Հետո, որ երբ որ տեսան, որ ես ավելի բարգանում եմ իրենց վրեն, փոխանակ իրենք իմ հետ նստեին կամ զանգարեին կամ հանդիպեին, ամենաաբսուրդայինը գայել է ջան, որ զանգում են հանցագործ աշխարհին, խնդրելով հետաքրքիր է ասել, հենց այս ձև ստոպ տա, դա իմ համար աբսուրդ էր, որ ինձ զանգահարեցին մարդ, որին մեծ հարգանք ունեմ, ասելով, որ հնարավոր է այս հարցը ստոպ տալ։ Օրենքով գողեր ձեզ զանգահարողը, Գևորգ ջան։ Այո։ Անունը չեք ասի երևի։ Ոչ, չէ, իհարկե ոչ։ Մենք կփորձենք ինչ-որ կերպ իմանալ, բայց պատմեք, խնդրեմ։ Կարիք չկա, հավատացնում եմ, կարիք չկա, որովհետև ոչ թե կարիք չկա, անունը տալու չտալու, ուղղակի դա արդեն իմ համար ուղղակի ֆիքսենք, որ օրենքի ներկայացուցիչների համար հենց այդ էր իմ համար այդ էր աբսուրդայինը, որ գցենք ԱԱԾ-ի աշխատողը կամ դեսպանի մակարդակը հավասարվում է հագարակ կողմի եւ խնդրում է օգնություն, իհարկե իմ խոսքը մերժում է, որ որևէ մեկը չի կարող իմ զինվորի տրված իմ զինվորին, որը որ իմ սահմանն է, իմ հավատքն է պահում, որևէ մեկը կարողանար դա բազվրատանել։ Միանշանակ։ Այստեղ գնում էր բազվրատի հարցը, որ ես թողնեմ իրենց հանգիստ, իրենք փորձեն այդ ապրանքը բազվրատ անեն։ Այդ խոսակցությունը շատ բարիդրացիական ձևով փակվեց, որովհետև հասկանալ էր, որ ես այդ տեսակը չէ, որ որևէ մի ձևի ես գնայի այդ խոսակցության մեջ։ Ինչ որ այա։ Մենք ուղղակի ֆիքսենք, կներեք Գևորգ ջան, եւ շարունակենք։ Մենք ֆիքսենք, որ ԱԱԾ ներկայացուցիչի եւ դեսպանատան աշխատակցի համար այս զանգահարում են օրենքով գողերը։ Այդ ֆիքսեցինք։ Այո, խնդրեմ շարունակեք։ Դա եղել է։ Հետաքրքիր իրավիճակ է դրա համար։ Այսօր այդ վիճակը ինձ չի զարմացնում, նրանք կարող են վաղը, եթե իրենց չօգնեն որևէ մի մարդ, երևի կարող է վաղը իրանք հարցում տան Ադրբեջանի, չգիտեմ, հատուկ ծառայություններին կամ մարդկանց, որ գիտեք ինչ կա, մեզ նեղում են ձեր համար, տեսեք, մենք ձեր համար ինչ ենք անում, բայց մենք այսօր նեղում ենք։ Ես ամեն ինչ հնարավոր է եւ ես սպասում եմ դաժե ամեն ինչի։ Մեր օրերում ոչինչ բացառելու չէ։ Ես դա էլ եմ սպասում, որովհետեւ այս մեծ առևտուրը, որ գնացել է, քիվրական առևտուրը, ես հավատում եմ դրան։ Իրեք իմ համար էլ զարմանալու բան չկա այս սատանայի առաքյալների արած գործարքների մեջ։ Ես ամեն ինչ հավատում եմ։ Այսքանը այդ հարցում ես Բայց մենք ֆիքսենք, որ այդ հարցը մնացել է բաց, առկախված եւ որպես այդպիսին հետաքննություն չի սկսվելու, չի ավարտվել եւ ֆիքսենք, որ դուք շարունակելու եք գնալ այդ խնդրի ետևից։ Ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Այո, ես գնալու եմ մինչև վերջ, ես կոչ կանեմ մեր հայրենակիցներին, այն հայրենակիցներին, որ 1 եվրոից եւ ավելին օգնություն են բերել եւ
չկա պատասխանը։ Գիտեք, հարցը ինչն է, որ այսօր ինչի պետք է ես մենակ բարձրաձայնեմ, այսօր միլիոնավոր եվրոներ եւ օգնություններ կորել է եւ հայրենակիցները հետեւողական չեն։ Սա է մեր խնդիրը եւ թե ամեն մեկս հետեւողական լինենք մեր արած գործի համար, այսօր չէ վաճառվի մեր երկիրը։ Սա է խնդիրը։ Եթե դու տալիս ես, ուղղակի տալիս ես, տեսեք ցուցադրապար, դա մի ուրիշ բան է, բայց երբ որ տալիս ես, ոնց կլինի ինձանից որևէ մեկը փորձի իմ հայրենիքի, իմ զինվորի, իմ սահման պահող տղու տակից որևէ մեկը մի բան գողանա ու ես դրա համար լռեմ։ Չի կարող այս բանը լինի։ Դա անհնարին է։ Գևորգ ջան, տեսեք, դուք ինքներդ էլ ձեր ուղիղ եթերների ժամանակ բավականին ակտիվ եք հասարակական կյանքում եւ ստիպեցին, որ ես ակտիվանամ։ Իմ ինտերեսի մեջ չկար այսպեսի կյանքով կամ բարձրաձայնել, իրանք ստիպեցին, իրանք արած սխալներով ստիպեցին, որ ինպես հայը ակտիվանա եւ բարձրաձայնի։ Իրանք են ստիպել։ Այդ Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունն է ստիպել, որ ես բարձրաձայնում եմ։ Թե չէ, հիմա հանգիստ ապրում էի անտեսանելի ձևով օգնում եմ երկրին, նորից եմ ասում, իմ անձ այդքան կարևոր չէ, կարևոր է, որ իմ հոգեբոր ու իմ սահմանները իշկանով որ ես կարողանում էի իմ զինվորի կողքին ելնում, այդքան է։ Նորմալ է, որ ցանկացած քաղաքացի նախ եւ առաջ պահանջատեր լինի, դա շատ նորմալ է եւ խիստ անհրաժեշտ է, որ հենց այդպես էլ պետք է լինի, քաղաքացին պետք է պահանջատեր լինի եւ հենց պահանջատեր չլինելու պատճառով է, որ նաեւ մենք այո ունենք այսօր այն, ինչ ունենք։ Ես ձեր ուղիղ եթերներին նաեւ այսպես հետևելով, լսելով ձեր խոսքը, ձեր դիտարկումները, մտահոգությունները, հասկանում եմ, որ մտահոգված եք հայրենիքի հայազգի ճակատագրով եւ ներկայացնում եք օրինակ, թե ինչպես կարելի է այս իրավիճակից դուրս գալ եւ հաղթահարել եւ պիտի նաեւ խոստովանենք եւս մեկ անգամ, որ հայազգը կանգնած է իր լինելիության, իր ինքնության պահպանման կարևորագույն խնդրի առաջ են կանգնած ազգովի։ Հիմա ինչ պետք է անել այս իրավիճակը ռեալ, հաղթահարելու համար եւ որ ուժերն են, որ կարող են իրոք իրավիճակին տեր կանգնել, իրադրությանը տեր կանգնել եւ ինչ ճանապարհային քարտեզ եք օրինակ դուք ինքներդ պատկերացնում, ինչպես հնարավոր է այս պատմական այս էջը շրջել եւ այս իրավիճակը հաղթահարել։ Ինձ հասկանալի է, շատ խորային սենց թեմա բարձրացրեցիք, Լեոնիդ ջան, բայց ես հիմա ուզում եմ մի պահ, գիտեք, մենք ունենք 110 տարվա չփակված թեմա։ Ես միշտ ասել եմ, եթե որևէ մի անձ կամ պետություն փորձ է կատարում բղծության եւ թե հավատքի, թե անձի հանդեպ, չի պատժվում, նա փորձում է երկրորդ եւ երրորդ անգամ վերջնականորեն հասնի իր նպատակին։ Նայեք, մեր խնդիրը նոր չի։ Սա 110 տարվա խորը խնդիր է, շատ մեծ գլոբալ խնդիր է, որ ես վերջերս հարցազրույց տալու ժամանակ մի կոչ արեցի հայրենակիցներին, 110 տարի դուք մոմեր եք վառել, դրոշներ եք բարձրացրել, պահանջում եք ինչ։ Մի կողմ ասում եք, որ Թուրքիան, ես շատ պատասխանատու մի բառ եմ ասում, ես լինելով հայ գենակրողը, ես չեմ տեսնում եւ ընդունում Թուրքիային եւ մնացած մեր արևմտյան Հայաստանի սահմաններում որևէ մի քոչվորած կապելով ես կոչեմ իրեն հարևան երկիր, նախ դրանից սկսենք։ Ես ժառանգորդն եմ իմ պատմության, ես ժառանգորդն եմ։ Մի պահ պատկերացրեք, եթե դու ժառանգություն եք ստանում, բայց դա ուզում եք հարևանը գնա ժառանգությունը նոտարում բացի, չի կարող։ Դուք կոչում եք միտեղ պետական մասշտաբով 110 տարի Թուրքիան հարևան երկիր, ինձ հետաքրքիր չի տարբեր ազգեր իրան ինչ են կոչում, ինձ հետաքրքիր թե ես ինչ եմ կոչում։ Մյուս կողմ ասում եք պահանջում ենք, դա աբսուրդից դուրս է։ Սա պետք է մեր հայրենակիցները 10 միլիոնից ավել հայրենակից դա հասկանա ինչա պահանջում նախ։ Ինչ ժառանգորդն ես թե հարևան, հարևանը կուզի կտա, կուզի չի տա։ Միանշանակ փորձել է գողանա, գողացել է, հիմա թե աշխարհին ոնց է խափե, ինչ արել, դա մեր չիմացության խնդիրն է, որտեղ մենք խորոված, բաժակա, ճառով ենք փորձում մացի սարը կամ մնացած հարցերը լուծենք։ Մենք ունենք իրավունք, մենք ունենք պատմություն, մենք ունենք սերտիֆիկատներ, աշխարհը դրա համար ստորագրել է։ Սա է մեր խնդիրը, ինչ ենք ուզում, նախ հասկանանք ինչ ենք ուզում, որ հասել ենք այս երկրորդ ցեղասպանության վերջակետ
Մենք վերջակետին ենք ասել, սա 1919 թվի վերջակետն է, որովհետև հայը չի կացե 110 տարի, ինչ է պահանջում, մոմը վառել ես, դրոշակը պահել ես, տարբեր երկրներ ասում են, լավ, ցեղասպանություն եղել է, մարդիկ ասում են եղել է, քեզ այդ green card-ը տվել է, բայց դու չեք կարողացել օգտագործել, գիտեք ինչ եմ, որտեղ դուք պահանջում եք մի բան, որը ձերը չի, դու ասում ես հարևան երկիր, բայց ասում ես սա իմն է, հիմա մարդիկ ասում են, ինքեր կոնվորոշվեք, 110 տարի չեք կոնվորոշվել, դուք առաջիկա 110 տարիներ չեք կոնվորոշվել, դրա համար վերջնագծի են բերում իրանց հարցը, սա է մեր խնդիրը, Գայանե ջան, կոնվորոշվենք, ինչ ենք ուզում, եթե կարողանում են այս 110-120 հոգի պատգամավոր կամ ընդդիմադիր կամ այս խառը, այս վիճակը 30 տարի խաբել 10 միլիոնին, մեղավոր չեն, նրանք առևտրական են, նրանք մտել են այդ առևտրի մեջ, ոնց կլինի գցենք այդ օլիգարխները գցենք Հայաստանի պես փոքր երկիր մենք ապրելով դուրս ավելի մեծ շանսներով իրանք դառան բիլիոնատեր, մենք մնացինք գցենք միլիոնատեր բիզնեսմեններով։ Ինչպես կարող է, դա եղել է հարևան երկիր կոչվածի հենց այդ բառը պահելու առևտուրը։ Հասկանում եք ես ինչ եմ խոսում։ Շատ լավ եմ հասկանում։ Մարդիկ ասում են, որ բոթասներով են եկել Հայաստան, բայց հիմա դառել են բիլիոնատեր։ Ո՞վ է մեղավոր։ Ինչպիսի։ Մենք թույլ ենք տվել նախ առաջինը այդ տեսակը մտնի, երկրորդը ոնց դառավ բիլիոնատեր։ Ոնց Այդ ինչ բիզնես արեց, այդ ինչ հրաշքարեց, որ իմ երկիրը դառել է նույն Եգիպտոսի վիճակն անգե, երբ որ եվրեները ընկել են Եգիպտոս, բոլորին ստրկացրել են, չկա մի տուն, որը պարկ չունենա։ Դա ստրկություն է, մոդեռն ստրկություն։ Հիմա ես գիտեմ, որ դուք հետախուզական լրագրող եք, արեք մի հետախուզություն անենք, հարցնենք ամեն մեկին ով պարկ չունի։ Գիտեք, նորից եմ ասում, եթե մենք չենք 10 միլիոնը դեռ չի կողմորոշվել, այս 150-200 հոգի, նրանք արդեն երկար ժամանակ այս առևտրի մեջ են։ Ոչ մեկը չի պատասխանել։ Ինչ իրավունք կարող է 30 տարվա գեներալը գցենք կրվի դաշտում լինի եւ նա հետ կա դառնա միլիոնատեր։ Ինչ մեր զինվոր տղեկը, մեր կրված տղեկը, մեր ֆիդայիները բան չդառան։ Ռոստամ Գասպարյանը չդառավ բիլիոնատեր, 100 անգամ իրան առաջարկել նա վերցնում էր երկրի սահմանը, բայց ոչ թե դոլարը կամ եվրոն։ Որովհետեւ նա իսկապես նվիրալ էր, այ դրա համար միլիոնատեր չդարձավ։ Հիմա հասկանում ենք, չէ՞ ինչա կատարվում այստեղ։ Ինչ նախնի, ինչ նոր, սա բոլորը սա այս ամեն ինչը իրանք իրար հետ են, չկա նախնի ու նոր։ Անցած կամ Սերժը կամ այսօր գործ ունի ինչ-որ Սերժը Փաշինյանը ինքը ամենամեծ մարիոնետն է։ Տեսեք մի բան, նա գնում է պրեզիդենտների մոտ, նա պատկերացնում եք, Թրամփը իր անունը չի հիշում, որտեղ Թրամփի հետ խոսողը ուրիշ մարդ է։ Նա գնում է ծաղրացուպես ասում է, պարոն Թրամփ, ես եմ, ասում է դու ո՞վ ես տղա ջան։ Այն որ WhatsApp-ի համար ունի, այդ տղան է։ Չէ, հասկանում եք, այստեղ արդեն մարդ պետք է այնքան հենց էսա խնդիրը մենք շատ ուշադիր հետևում ենք ամեն մի քայլի Թրամփի հետ խոսողը Հայաստանի լինել եւ չլինելը, հա, ուրիշ մարդ է։ Ինքը չի դրա համար այդ մարդը ամեն անգամ այս մարդու անուն ազգում մոռանում է, որտեվ շփումը դիրեկտ իր ինքը որպես ֆուտտա ծաղրած ու դրված է մի սատանայի առաքյալ, որ հիմա իրան փորձում են այս քարիզմատիկ կոչված քրիստոնյաները ասել են, այս 5 միլիոնի որ սպանել ես եւ մնացած ապաշխարի եւ կաստի ոչ, այրան գինը բարձացել է Աստծո մոտ եւ բողոքա բարձրացնում։ Չի ներվելու Փաշինյանի արած, որովհետեւ ինքը իմացել է այս առևտրի մասին, ինքը միամիտ չէր այս ամեն ինչը եւ շատ գեներալներ, նույնը Գագիկ Մերքոնյանի պես անվորակները, նրանք իմացել են, որ այսօր կանգնում ասում են, մենք գնացել ենք ուրիշի հողին չիմացնով կռիվ ենք արել, ու չի պատժում այդ անձը, հասկանում եք, չի պատժվում։ Բա ուրիշի հողի համար էս հազարավոր մեր տղաների, մեր հաշմանդամ տղաների մենք գնացել ենք Կորեա, գցենք այն գժի հետ կռիվ ենք տվել, կներեք ժողովուրդ ջան։ Ու գցենք 5000 կորցրած ծնողներ ու մնացած թուրքը լսում է, մեր պատ հայանքա տալի, ու всё, վերջացավ։ Ու ինչ մնաց, եթե Գագիկի ու ես մեր Արցախը դարավ մեզ հարևան երկիր։ Ես այնց եմ ուզում ես 10 միլիոնին ես ամեն անգամ հարց եմ տալի, հիմա ձեր ես հարց եմ տալի ձեզ, դուք կընդունեք Արցախը հարևան երկիր ես խաղաղության թղթով, ես չեմ ընդունում։ Երբեք։ Ոնց կարող է։ Երբեք։
Բա որևէ մեկը հարց տալիս է այս անձին, որ ասում է, ի՞նչ ես խոսում, իմ պապերի տունը գերեզմանը դարերով քարերն են խոսում հայերեն, դաժե դու ասում ես խաղաղության գինը Տրամփի ճամփել, ասենք մեր հայրերը կռիվ են արել Սյունիքի համար դարերով, այսօր դարավ Տրամփի հոր անունով։ Դե ովքեր էլ որ բարձրաձայնում են, ըմբոստանում են, դուք տեսնում եք, ինչ տոտալ ձերբակալությունների շրջան է սկսվել եւ ինչ Թուրքն է, մեր երկիրը այս պահին ապրում է արունակամ եղած, չկա այդ իմունիտետը, անհնար է Հայաստանի միջից որևէ բանը, բայց իմ կոչս Թուրքին է, որ այդ 10 միլիոնից գոնե 1 միլիոն հայ գեն կոչվածը ոտքի կանգնի եւ բոլորս միասին առաջինը ես միշտ ասում եմ, եթե ասում ենք Նիկոլ Փաշինյանը թուրքահապատակ է, նրա դեսպանները ինչ են գարանի ջան։ Այն ինչ խոսում է, սրանք էսի աշխարհով մեկ դեսպանը, արդեն մենք պետքա դեսպանատներում լինի հավաք, պատասխանատվություն, կանչել։ Հիմա եթե իմ հայրենակիցները իմ հետ միանան, մենք գնում ենք օրինական ձևով փառք ասում ենք ապրում ենք օրինական երկրում։ Որ ենք վերցնում 100 հոգի թե 1000 հոգի շքան շատ այնքան լավ, գնում ենք դեսպանի մոտ, ասում ենք պարոն դեսպան, հələ մի հատ կարող ես ինձ բացատրություն տաս։ Արցախը, եթե հիմա մենք ստորագրում ենք, դառնում է մեծ հարևան երկիր, թե դա մեր Արցախն է։ 1 Արարատը, որ ջնջում է կրետինը դրած, ու այս 10 միլիոնը լռում է, մեկ կարող եք սա պատասխան տալ։ Ոնց։ Եթե պատկերացնում եք երկրների հայրենակիցները հավաքվեն եւ բոլորը միասին տարբեր դեսպանատներում ցույցեր կազմակերպեն եւ պատասխան ուզեն։ Կարծում եք կունենան պատասխան այդ դեսպանները, դեսպանատները չի կարող պատասխան տալ։ Եթե նա կպատասխանի այն ձև, ինչ ձև որ պատասխանել է Փաշինյանը, նա պետքա գնա։ Մեզ պետքա միայն հիպատոստը, դեսպանը ինչ է կանում։ Գնա նրան կփոխարինի մեկ ուրիշը իր նման Գևորգ ջան։ Չի լինելու, կգա հայա մեկ դեսպան կընդունվի, չէ, մենք ցույցը պետքա շարունակենք։ Ինչ է նշանակում ջնջել մեր պատմությունը։ Ինչ է նշանակում։ Բոլոր հայամետները, կներեք, բոլոր հայամետները, բոլոր նրանք, ովքեր այսպես ասած պետականամետ են, հայամետ են, սիրում են իրենց երկիրն ու հայրենիքը, նրանք բոլորը խոշորացույցի տակ են եւ նոր էլ նշեցի Գևորգ ջան, որ այս պահին էլ դուք տեսնում եք, թե ինչ այսպես շղթայական ձերբակալություններ են տեղի ունենում։ Իմ աստվածաշունչը ես հայ քրիստոնյա եմ, հայ առաքելական արմատն եմ կրող, Սուրբ երրորդություն ընդունող, աստվածաշունչը 200-ից անգամ ասում է՝ մի վախեցի։ Մարմինս տանես, հոգիս չես տանի։ Նախ պետք է Աստված թույլ տա, որ սատանայի առաքյալը կարողանա որևէ մի բան անել։ Գիտես ինչ են տանում մեր հայրենակիցներին, որովհետև նրանք հեռացել են Աստծո խոսքից։ Ես միշտ իմ խոսքերի մեջ իմ եթերներում ասել եմ առաջուց երկինք, հետո նոր երկիր։ Երկիրը պարտված է երկնքի առաջ։ Սա է գաղտնիքը քրիստոնյայի եւ հայ լինելու եւ մնալու։ Այսինքն Սևակը տեղին էր ասում, որ վախենում է 10 տարի, 110 տարի, 1010 տարի, վախենում է բյուրավոր ու բութ հավատացյալից։ Աշխարհը պարտված է։ Եվ մենք ասելով, որ գիտեք, մենք առաջին քրիստոնյաներն ենք, ծնկի են գալի օտար վարդապետության եւ որևէ ինչ-որ մեկի դեմ, սա աբսուրդ է։ Դուք ձեզ ինքներդ հակասում եք։ Ես ծնկի չեմ գալու, ես ծնկի եմ գալի միայն հարություն առածի դեմ։ Ու այսօր ես շարունակելու եմ եւ շարունակելու եմ մինչեւ վերջ, որովհետեւ իմ հարություն առած Հիսուս Քրիստոս ինձ ասել է՝ մի վախեցի։ Ու ես այդ խոսքը իմ համար առաջնորդում եմ կյանքին։ Եվ ես նույնը խնդրած կնեի իմ հայրենակիցներին։ Գևորգ ջան, իդեպ տեսնում եք, թե ինչ արշավ է սկսվել հայ առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների հոգևոր այրերի դեմ, ձայնագրություններ են փաստորեն ջրի երես դուրս եկել, թե հոգևոր այրերի միջև օրինակ ինչ տեսակ զրույցներ են ծավալվում եւ այլն։
Ձեր կարծիքով ինչ է, սա փորձ է սասանելու առաքելական եկեղեցու հիմքերը, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հենքը։ Այստեղ ինչ սցենարներ եք տեսնում, սա կոնկրետ եկեղեցու հիմքերը խարխլելու համար է, թե ինչպես իշխանականներն են ասում, մեր կռիվը եկեղեցու դեմ չէ, իրենց կռիվը այսպես ասած անձերի դեմ է, կոնկրետ մի քանի այսպես հոգևոր այրերի եւ թեկուզ նույն Գարեգին Բ-ի դեմ է, օրինակ։ Շատ էլի հետաքրքիր հարց տվեցի Գրանետ ջան, ես պետք է մի պահ 300 տարի հետ գնամ, գնացեք դժբախտությունը սկսվել, նայեք, Գարեգին Բ-ն ինձ շատ լավ ճանաչում է, ես հեսա կգամ այդ թեմային, թե ես 2 տարի առաջ չեմ զգուշացրել, բայց հիմա ստեղ մի հարց կա, երբ որ մենք ունեցել ենք թագավոր եւ ունեցել ենք տիտղոս Տեր, որը անունը Քրիստոս, Տեր, կոչված մեր Տերն է։ Հիմա նայեք, երբ որ Գարեգինի մոտենում ես Գարեգինի դռան մոտ գրած է Տեր, այդ Տեր բառը, Տերերի Տեր, տիտղոսը։ Իրեք Տերերի Տերը չի կարող ոչ Գարեգինը, ոչ 132 ընտրված այս դարերի մեջ եղած կաթողիկոսը։ Դու չես կարող կոչվել Տերերի Տեր, բայց հետո ումն ես էլ աղոթում։ Այս 300 տարին առաջինը մենք վերցրել ենք, հեսա մենք կմոտենանք թագավորների գաղափարին։ Այո։ Մենք ունեցել ենք թագավորական տիտղոս, որը երբ որ նա Իրանում գերի ընկավ եւ տիտղոսը թողեց եկեղեցուն, եկեղեցին ինչ արեր։ Ես ասում եմ Գարեգինին, հիմա էլ եմ բարձրացնում։ Քանի դու Տերերի Տեր տիտղոսն ես, դու անկում ես լելու եւ վերանալու ես, որտեղ Տերերի Տեր տիտղոսը դա եկեղեցունը չի։ Եկեղեցին դա մի տեղ է, աղոթատեղ է, որտեղ որ Տիրոջ խոսք ասում է, որտեղ 2 կամ 3-ը, այնտեղ ես ձեր հետ եմ։ Նրանք վերցել են ամենաբարձրագույն տիտղոսները։ Հենց սրանից է, որ աշխարհը չի ընդունում մեր թագավորական, մենք ունենք 50-ից ավել թագավոր, մենք ունենք 5000 տարվա պատմություն, ոչ մեկ հարց է տալի ուր են։ Շնորհակալություն մեր Արտուր Ասատրյան, հեսա կմոտենանք այդ թեմային, բայց հենց այստեղից է սկսվել մեր անկումը։ Այդ մարդիկ դրել են իրանց տակ այդ Տեր անունը, Տեր, որը դա աբսուրդ է, չի ընդունվում երկնքի կողմից, Տերերի Տերը դա Հիսուս Քրիստոսն հավիտուն առած։ Հիմա այն ինչ որ կատարվում է, հոգևորը, գիտեք, երբ է հոգևոր, երբ որ նա հոգուց է խոսում։ Ոնց կարող են հոգուց խոսողին այս օրը գցել։ Իրանք թող հանգարց չասեն, որ հալածվում են։ 280 աղանդավոր տարբեր կազմակերպություն են։ Մինչև այս խնդիրները, բա Գարեգինը կամ մնացած Գարեգինները, Տեր կոչվածները, ինչով էին զբաղվում իրանց խոտիրին, բենկներով եւ բիզնեսով, օֆշորներով են անցնում այդ մարդկանց անունները, Բենտլի Սամոներ, Նավասարի Կճոյաններ եւ այլն։ Հիմա չստացվի, որ իշխանականների ջրաղացին ջուր ենք լցնում, բայց հանուն արդարության իշխանականների ջրաղացին ջուր լցեմ, հավատացնում եմ 5 րոպե պետք Գարեգին Բ-ին ձերբակալել։ 5 րոպե ես հասկանում եմ ինչ եք ակնարկում։ Ես կանգնած եմ եկեղեցու կողքին, որտեղ եկեղեցին Գարեգին Բ-ով չի, եկեղեցին դա 2000 տարվա արմատն է, որից մեկը ես եմ, նշանակա ես իմ դեմ պետք է լինեմ, չեմ անիետի։ Հիմա խնդիրը ինչու՞մն է, մենք Գարեգինին ես առաջարկեցի, մենք ասելով մեր հայի գեր կոչված մեր կազմակերպությունը շատ հզոր կանգնած է, այսպես ասեմ, անունը չասեմ, ասենց ասեմ, ես առաջարկեցի 2 տարի առաջ, որ լեգիոն, ինչ որ մի լեգիոն անունով լեգիոն գա եւ կանգնի եկեղեցու դեմ իր անվտանգության համար։ Մի քանի անգամ ես առաջարկել եմ, մի քանի անգամ անձամբ Գարեգին Բ-ին եք այդ մասին, հա, ասել, Գևորգ ջան։ Այդ անձը, այդ հովիվը, այդ եկեղեցականը որ կար, նա ասում էր, որ առաջի ինքը գնաց հանդիպեց իր ասելով, ասելա, որ ես իմ ժողովրդի դեմ լեգիոն չեմ պատրաստում։ Այո։ Հասկացանք։ Երկրորդ անգամ եկավ ասեց, որ դեռ պահը չի։ Նայեք, երբ որ դու գնում եք հեռում, այնտեղ կանգնած է շվեյցարական լեգիոնը։ Դուք չեք կարող այնտեղ որևէ մի բան անել։ Ասենք ինչ է նշանակում ազգային անվտանգություն կամ որևէ մի հատ կարող ալկոգոլիկ մի 20 հոգով հավաքվել, այդքան մտնեն հոգևորականների, տփեն ձեռները օրորեն տանեն գցեն պատվարը։ Ասենք ո՞նց է դուք դի պատկերացնում։ Ո՞նց։ Դժվար է պատկերացնել։ Եթե նայեք, այստեղ խնդիրը ինչն է, ինչի համար է ինքը լռում է, որով ինքը աղոթքի մեջ է, իհարկե կամ ծոմի մեջ է, իհարկե ոչ։ Ես ասի լավ,
Ամենավերջում Պողոս Առաքյալը շատ ճիշտ ասում է, եղբայր, ես ուզում եմ լավն անել, բայց վատն է ստացվում։ Պողոս Առաքյալը, հա, բայց դրա համար ոչինչ, ունենք բարեխոսը Հիսուս Քրիստոսը։ Հիմա ես իրան տվեցի այդ խոսքը, քանի որ երևի չեն կարդացել, չգիտեմ, կարդացած եթե ինքը կհասկանար։ Թող լիներ գավազանը վերցներ կանգներ ժողովրդի դեմ ներողություն խնդրել եւ Աստծո դեմ։ Գավազանը խփում էր, զանգերը խփում էր, ժողովուրդը լինում կանգնում են կողքը։ Всё, այդ կանով պրծնում էր, ով մեղչունի թող առաջի քարը գցեր։ Մենք բոլորս մեղավոր ենք։ Իսկ ինչու չարվեց այդ ամենը, ինչու օրինակ այն երկու տարբերակ կա, Գալե ջան, որը հենց այսօր տեսանք Նիկոլ Փաշինյանը գնաց Ռոմ, այո, Իտալիայի այդ արդեն խմեց այդ բանաստեղ նա ինչ կա դրված աշխարհում մենք ենք արմատը, ստեղ ինչ են ուզեցան մեզ այս 5000, այս 2000 տարին մեր հավատքը հանել եւ մեզ տանել օրենքը դա 5 կտակարանն է, օրենքը դա մարդը չի կարող օրենքի մեջ փրկվել։ Հիմա աշխարհը, կաթոլիկ աշխարհը եւ մուսուլմանական աշխարհը ասում են արեք սարքեն քրիստլամ։ Մենք դրա մասին խոսել ենք։ Քրիստլամը նշանակում է քրիստոնյաները եւ իսլամականները միաբանվում են օրենքի, որտեղ Մովսեսի գրքերը եւ իսլամի գիրքը նույնն է, մեկին մեկ է։ Նրանք վերցրել են Մովսեսի 5 գիրքը եւ աղոթում են պլյուս Մուհամեդ։ Մենք վերցրել ենք 5 գրքերը Մովսեսի եւ նոր կտակարանը։ Նրանք են ասում պրոֆետը, նրանք են ասում մարգարեա։ Այո։ Հիմա աշխարհը տանում է մեզ դեպի օրենք, 5 կտակարան։ Սա է գլոբալ խնդիրը։ Հիմա նայեք, ես ասացի նորը, որ Հաշազադե գնաց Ամերիկա մի շաբաթ առաջ, ամերիկացիքին ասեց, լսեք, ճանապարհը տվիք, լավ արեցիք։ Շատ շնորհակալ ենք, ոչ շնորհակալ ենք, բայց 80-ից 90%-ը իսլամական մեքենաներ են քշելու այդ ընթացքը։ Եթե իրանց աղոթքի ժամանակն եկա, որտեղ ենք աղոթելու, ճամփի մեջտեղում, առնվազն 4 հատ մեջիկ պետքա սարքվի ճանապարհի վրա։ Հասկանում եք դուք։ Երկրորդը, որ տանում են քրիստլամի, հիմա այդ 150 կամ 200,000 ասած այդ պակիստանցի, ասած այդ ադրբեջանցի պիտի գան։ Հիմա պետք է ասեն, լսեք, այդ ոնց է Իրանի քաղաքացին կապույտ մզգիթ ունի, բայց չէ որ մենք խաղաղություն ենք։ Ինչ տարբերություն։ Տեսեք, ես խոսում եմ կյանքի խոսք կոչված եկեղեցի չագերթավոր։ Այո։ Ունեցել է Բաքվում 30 տարի։ Այսպես գիրքը վեկարել ասեն, տեսեք, դաժե աղանդավորները մեր երկրում տեղ են ունեցել, բա մենք մեր իմամին չբերենք Էշմիածին։ Այս հրամասին ես խոսում ասում եմ, այդ տեսակներին ձերբակալեք, խեք թողե։ Խեք եկեղեցին չգիտեր դրա մասին։ Ինչ գործ ուներ, բա մինչև հիմա ԱԱԾ-ն ինքը Արտուր Սիմոնյան կոչվածին չի ձերբակալել։ 30 տարի տեղին հարց, շատ տեղին հարց։ Ինչ էի կանում։ Հիմա այս սաղ արխիվը կվեկալի, կմտնի Եվրոդատարան կասի, լսեք, ձեր աղանդավորները մեր երկրում այն կռվի թեժ պահին աղոթում էիք, ինչ էիք աղոթում, որ սահմանները բացի մեզի տանեիք դեպի քրիստլամի, կեսը սույնացեն, կեսն էլ սենց կիսատ, սենց չիմանանք են համասորամ, որ մենք ով ենք վերջը։ Բա ուր էր եկեղեցին այդ ժամանակ։ Ուր էր։ Այսինքն մենք մեր սխալները նաև մեր մեջ պետք է փնտրենք։ Ժողովուրդը ունի չիմացություն, բայց դա չի փրկում։ Դրա համար հիմա բարձրաձայնում ենք, առաջինը հասկացեք դուք ով եք, ինչ հավատք ունեք։ Խաչը պաչելով, քարերը պաչելով, մոմ բարելով երկինք չեն գնա։ Հայի պորտալարը Գայանե ջան, ինչքան ուզեք թե չուզեք, կպած է Աստծո հետ։ Աստվածաշունչ եւ նույնը աշխարհը նստում է հզորի հետ հաշվի։ Պողոս առաքյալները եւ մնացած մարգարեները նրանք հզոր այսօրվա ավտորիտետ տղեկն են եղել։ Աշխարհը չմոյի հետ չի նստում հաշվի։ Ինչ խոսք։ Մոռացեք դա։ Եթե դու հոգեվոր չես, դու չմո։ Եթե դու լավ տղա չես, դու չմո ես։ Հիմա ոնց ուզում եք թող կարծիք կազմեն։ Ես իմ խոսք ասում եմ, դուք ոչ հոգևորի մեջ եք հոգևոր, ոչ տեսակի չնչի որ տղա են ցույց տալ, հզոր են ցույց տալի, որից երկուսը իմ համար առաջնական ֆավորիտներն են Ռոստամ Գասպարյան, Արտուր Ասատրյանը։ Տեսեք Գևորգ ջան, այստեղ նաև կա տեսակետ, որ դուք նշում եք մարդկանց անուններ, մեջբերում եք, փորձում եք հիմնավորել, թե
որտեղ ենք թերացել, որտեղ ենք սխալվել, հիմա ինչ պիտի անենք, բայց նաև շարունակում են կարծիքներ հնչել, հիմա նույնը կարող են հայտնվել մարդիկ եւ օրինակ, նման մեկնաբանություններով աչքի ընկնել, որ ահա տեսեք դուք դրսում տեղավորվել եք տաքուկ պայմաններում, ապահով պայմաններում եւ դրսից հեռվից խոսում եք հայրենիքի փրկության մասին։ Տեսենք այդ կարծիքները, կուզենայի նաև պատասխանեիք այդ հարցին, ասում են եկեք այստեղ կանգնեք հայ ժողովրդի կողքին եւ փորձեք այդ ձեր մատնանշած այդ ճանապարհային քարտեզով այս իրավիճակը փաստորեն փրկել կամ պատմության այս էջը շրջել։ Կուզենայի պատասխանեիք, այո։ Այդ հենց այդ ասողների համար 8 միլիոն եվրոյի ծրագիր բերեցի Հայաստանի Հանրապետություն 15 տարի առաջ։ Ծրագիր 1 զիբիլանոցը մեր սարքել եւ օգտագործել այդ հումքը, այո, գազ եւ յուղ, ահա, ծրագիր երկրորդ Արմավիր Երևան Նայրուղին, ինձ լուսավորելու եւ արևային 15 տարի առաջ, որ արևային այդ ոնց է սոլարները դեռ չկար։ Ես հանդիպեցի X պատգամավորների հետ եւ ես բերելի ավստրիական, դրանք սա կան մեր մոտ, ավստրիական գործարար եւ պոլիտիկ մարդիկ, որ ուզում էին ներդնեն 38 միլիոն։ Երկրորդ հանդիպումից հետո պատգամավոր X-ը եկավ նստեց Պավլովոկում, ասեց եղբայր, եթե ուզում ես Սերժին հանդիպես, միլիոնից 2 միլիոն դոլար պետք է փող տաս։ Հետաքրքիր իրավիճակ է։ Հասկանում եք, ցենք էլ ինչ խոսեմ։ 38 միլիոն եվրոյի ծրագրով գալիս է։ ՀՀԿ-ական պատգամավոր էր այն ժամանակվա այդ Շատ կարկառուն դեմ, ես չեմ ուզում իր անունը տալ հիմա։ Արմավիրի մարզից էր, բայց Գևորգ ջան, թե։ Մեկը Արմավիրից էր, մեկը Երևանից էր։ Հասկանալի է։ Ու ես մի բան հասկացա, որ ես պետք է գնամ։ Ես տղանելիք չունեմ։ Ինչ անշում, ես բերեմ եվրոպացիներին, որ եվրոպացին ծնկի եկել լացում, ասում է ձեր երեխեքը ինչի մայն ռակ ընկնում, որտեղ այդ սաղ զիբիլի այդ թույն այդմա մեր խմելու ջուրը լացում էր։ Տվեք մեզ հնարավորություն, մեզ փող տվեք մենակ հնարավորություն։ Չտվեցին։ Հիմա կասեն եվրոպացիները ավելի շատ էին մտածում մեր ազգի մասին, հաստատ նաև ճիշտ ենք ներկայացրել։ Մեր ազգին, որտեղ մենք դրսում ճիշտ ենք ներկայացրել, ինչ կարելի էր անել։ Հիմա այդ ինչ ձև ենք ներկայացրել, դե արդեն ներքին կուխնյանա, բայց ես ճիշտ ներկայացրել բերել էի այդ ամեն ինչը։ Ես բերել էի։ Դա ոչ թե ինչ-որ ֆանտազիա կամ երազ էր կամ երազում եմ, ես եղել եմ մի քանի անգամ։ Ստացվում է պայքարող տեսակը խանգարել է, ստացվում է, որ նրանք, ովքեր փորձել են արարել, ստեղծել, լումա եւ ներդրում ունենալ սեփական երկրում, հայրենիքում, հա, ինչ որ ստացվում է, որ այդ մարդիկ խանգարող են։ Հետո որ հասկացա կոռուպցիայի մեջ ենք թաքախվելու, վերջում ես եվրոպացիքներ հետը պետք է գցվեին ու վերջում լինենք հայտարարք, ես շատ հանգիստ ձևով հասկացա մի բան, որ հիմա ժամանակը չի։ Այդ կանից հետո մենք հետ եկանք, ես փորձեցի կանգնել Հովազի կողքին եւ մինչեւ այսօր կանգնած եմ, մինչեւ իմ կյանքի վերջ կանգնած եմ մեր հովազների կողքին, մեր զինվորի, մեր տղեկի եւ մեր ջոկատի կողքին։ Հիմա նայեք, նույն հարցը կարող եմ տալ։ Այո։ Ես փորձեցի, երևի չկարողացա։ Արթուր Ասատրյանի տեսակը, մարդ, որը արել է Հայաստանում էր թե Հայաստանում չէր, ուներ մեծ ծրագիր, որի ես հետևում էի ֆանտանների, այդ ինչ որ ինքը սարքել։ Էջմիածնում, այո, նախատեսված։ Այդ մարդը ինչ էր արել, ինչի սարքեցիք, սպանեցիք եղբորը, այդ նույն հարց տվողները, որ հիմա պետք է հարց տան, այդ մարդը ինչ էր արել։ Փողը որդուց, ինձ ձեր իշքոր թե ես որդուց եմ։ Հովիկ Աղազարյանն ասում է, օրինակ մենք պետք է իմանանք, ես պատասխանեմ այստեղ, որն է ծագման աղբյուրը այդ գումարի։ Այն դեպքում, երբ որ մարդը ոչ պաշտոն է զբաղեցրել, ոչ իրեն հիմա պիտի ասեն, որ գովաբանում ենք, մեծարում ենք, ոչ իրականությունն ենք ուղղակի արձանագրում, որ բյուջեին չի մոտեցել, բյուջեով չի հարստացել։ Հետաքրքրվի ինքը ինչ գենա, ինչ գենից է, հետո նոր այդ հարցին այդ անձին պատասխան տանք թե չտանք, աբսոլյուտ իրանից խոսանք թե չէ։ Բոլոր դեպքերում իշխանության ներկայացուցիչներ Գևորգ ջան, եւ ասում էր պիտի ծագումը ճշտենք։ Դա դեռ հայ է, Յան Ազգանը դա ինձ չի նշել։ Հայը գիտեք ով է, զոհաբերող տեսակն է։ Հայը Ռոստամ Գասպարյանն է, հայը Արթուր Ասատրյանն է, հայը կան Շարլ Անձնավուրն է, Քրքորյանն է, որը իրենք բերեցին Քրքորյանը ով էր։ Որտեղից էր այդ գումարները գալի։
կազինոյի փողերից էր, ճիշտ եմ ասում։ Այո։ Չէիք ասում, վայ, էսի արյունոտ փողա, վատ փողա, խումարի փողա, միլիոնները կերակ մարդու։ Բա իմ վաղտ ասեի, Քրկորյան, գիտես ինչ կա, մեզի հալալ քրտինքով փող ա պետք։ Վախի թողեցի Քրկորյան, վերջում են մարդը զզվելով թքեց ու հեռացավ այդ երկրից։ Հասկանում եք, ասելով չի, մարդ երբ որ չի կարում, թող լռի։ Հիմա նայեք, ես հետևում եի Արտուր Ասատրյանի գործերին, երբ որ նա թագավորական էս գաղափարը դրեց, ես շատ երկար հետևելուց հետո ես մի բան հասկացա, որ նա փորձում է 5000 տարվա մեր լինելը գենը պահի։ Դա շատերը չեն հասկանում։ Եվ երբ որ ես կապնվա Արտուր Ասատրյանի հետ, խնդրեցի, որ ինձ ուղղակի այդ կոդեքսը տա, որ ես ուսումնասիրեմ։ Նա չգիտեր, որ ես պետքա դա կոպի անեմ, հա, կարելի է դենց ասել։ Եվ ես, գիտեք, ես մինչև հասնել այս թեմային մի բառ եմ ուզում ասել։ Խնդրեմ։ Աստված տվեց իր միածինի զոհաբերեց։ Էսի շատ կարևոր է հասկանալ զոհաբերությունը, ասելը մի բան է, զոհաբերել քեզանից մի բան վերցնել եւ մի բան ուրիշի համար անել, դա ուրիշ բան է։ Այդ զոհաբերության գաղափարախոսությունը հոգևոր իմաստով ես հասկացել եմ։ Մարդը, եթե չեմ սխալում, 3.4 միլիոն եվրո կամ դոլար արժեր այս ծրագիրը, որ ինքը արել է։ Այո։ Գործը, պլյուս դուք ինքներդ տեսել եք Գայանե ջան, գիտեմ այդ նկարների մասշտաբը։ Այո, ես ինքս տեսել եմ Մոսկվայում, այո, ինչ ծրագիր են իրականացրել։ Գիտեմ։ Հիմա նայեք, որտեղից այդ գումարները դա իմ համար աբսոլյուտ հետաքրքիր չի։ Նա խոսում է իմ ինքնության մասին եւ ծախսը արել, ինչ չճանաչելով, ես միշտ իմ համար նա զոհաբերել է իր գումար, ինքը կարող էր այդ գումարով գնալ կազինո, գնալ ինչ-որ կամ իր երեխու վրա ծախսեր, ճիշտ է։ Բայց նա արեց։ Ես հետևեցի դա, իմ համար մեծ օրինակ էր։ Ես, գիտեք, գումար ունեմ։ Ես կարող էի իմ ավելնորդից սարքել այս շինությունը, բայց ես ունեմ մի մեքենա, որի մեջ նստած ինձ հաճելի էի զգում, դա S-Class Maybach-ն էր։ Եվ ես հասկացա զոհաբերություն, այն ինչ որ քեզ հաճելի է, ուր։ Ես վաճառեցի, որը շատերը զարմացան, հենց այս զոհաբերություն եւ ես շինեցի շատ արագ այս շինությունը եւ իմ չափով մի 200,000-ի չափ դրվեց այս շինության եւ այս ամեն ինչի եւ շարունակվում է հիմա էլ գալիս է եկեղեցիների գործող 770 եկեղեցիների նկարները։ Հիմա նայեք, եւ ես զանգարեցի Արտուրին, ասի Արտուր ջան, կամերան միացրու, գիտեք, գնահատվեց։ Մարդը մի բան էր արել, որ ինչ չճանաչելով, ես տեսա օրինակը, ինքը օրինակն էր։ Այո, շնորհակալ։ Վարակիչ օրինակ է եղել, փորձել եք, այո։ Սա է ճիշտ հայի տեսակը, ոչ թե ախպեր ոնց անենք, որ մենք ասենք Արտուրի հետ հանդիպենք, մեր երկու կոպեկ հասկանում եք, սա էժան է։ Ես կարող էի ներկայացնել որևէ մի գումար խնդրած լինի, ասի Արտուր ջան, եթե կուզես քո իմիջն է, ոչ, ստեղ իմիջի հարցը չի, ստեղ այդն է մեր ինքնության հարցը։ Ստեղ իմ անունը չի, ես դրա համար ասում եմ, ես շատ քիչ եմ խոսում իմ անձից, ստեղ գնում է շատ երկար եւ թաքնված հետի մի թե մենք ով ենք, նույնը կարող եմ խոսել ժամերով Ռուստամ Գասպարյանի մասին։ Նա զոհաբերեց, նա բայրը Սերոբ Գասպարյան, նրա որդիները Սերոբի եւ Ռոստամի կրվի ամենաթեժ մի մարդն է եղել եզակի հեռախոսով կապ ունի։ Ես գիտեի ամեն վարքյան դեպք ինչա կատարվում։ Մարդը գիտեր, որ ծախված է։ Նա կարող էր շատ շշուկով իր եղբորի որդին ասել հետ նահանջ։ Ուղղակի հետ ենք եթում, всё։ Այո։ Նա մինչև վերջ տվեց, զոհաբերեց իր առաջնեկին ու իրեն։ Ոնց կարամ ես հիմա այդ անունը չպահել այդ դրոշը կամ չբարձրացնել Վենայի մեջտեղում, երբ որ մենք ցույց արեցինք, ես բարձրացրեցի Հովազի դրոշը եւ տեսա թուրքերի ու ադրբեջանցիքի ոռնոցը։ Շատ հայրենակիցներ դաժե չհասկացան ինչ կատարվեց։ Ոնց կարելի է լռել։ Եթե ես չգնահատեմ։ Եվ սերունդներն էլ պիտի գնահատեն նվիրալներին։ Այո, գնահատենք Արտուրի, Ռոստամի եւ մնացած մեր հերոսների արած գործը, վաղը չի գնահատվի իմ արած գործը, դրա համար ես լռում եմ իմ արած գործերի մասին, սա է գաղտնիքը։ Մենք կբարձրաձայնենք, Գևորգ ջան, անհոգ եղեք։ Պիտի անենք, մենք պիտի լուր մեր, հիմա նայեք, ես
շուտով Ավստրիայի Հանրապետության առաջի ալիքով պետքա ընդդիմադիրների հետ եւ թուրքական լոբինգի հետ հանդիպում ունենամ։ Այո։ Ես վերցնեմ 50 այս թակավորների նկարները, գնալու եմ նստեմ այնտեղ եւ հարց տամ. Էրզրումը ձեր քաղաքն է, իրանք պետք է ասեն հա։ Դե պետք է ասեք ձեր քաղաքի թակավորի իհարկե նրանք չեն կարող ասել։ Տեսեք, Արտուրը մի բան է արել, որ չէր պատկերացնի Գրիգորյան կամ Գևորգ Արոնոն մեկը Ավստրիայի Հանրապետությունում սա կբերի մի փոթորիկ թուրքական լոբինգ։ Ռոստամը չէր պատկերացնի երբեք, նա գնացել էր զոհաբերվելու, որ Վենայի ցույցի ժամանակ, հազարավոր ցույցի ժամանակ թուրքերը կոռնան, որ ոնց էին հովազները կրվե եւ ջարդե Յամշա այդ իրանց այդ Յաշմա ջոկատի, այո։ Հասկանում եք, չէին պատկերացնի։ Հենց սա է գնահատելը եւ ինչի մենք միշտ եզակին բան ենք սիրում 100 տարի մեկ պետք է մի հատ ոչ պետք է մենք հերոսներից խոսանք ու գործենք մենք իրավունք չունենք դադարելու մենք փոքր ազգ ենք չէ մենք միշտ պատրաստական ենք հոշոտելու քննադատելու վատը տեսնելու ես զարմանք եմ ապրում Գայանե ջան որ այսօր հայ ազգը մի քանի այդ սեփակողներից որ իրարի եթերներով ես չեմ ճանաչում այդ տեսակ հայը Ես չունեմ հայ թշնամի, ես չունեմ այն մարդը, որ պղծություն չի արել, այն մարդը, որ իմ հավատքի դեմ չի եղել, ինքը իմ հայրենակիցն է, բայց այս դարել ով ենք դա Բաբելոն, մենք դարել ենք Բաբելոն, մենք ես միշտ չենք հասկանում, քար ենք ուզում, ջուր ենք ուզում, այնի դարելա Սերժական, այնի դարելա Քոչարը չեն հասկանում, մի տան մեջ 4 կուսակցություն, էսի չի կարասես Դրա համար ոչ թե պետք է լինել ամետ կամ ական, այլ ընդամենը պետք է մնալ հայ եւ լինել հայամետ Դրա համար ես միշտ ասել եմ երկինք հետո երկրի գործերով եթե դու երկինքի հետ կապ չունես քո ստեղծողի դու ասում ես մեռնեմ Աստծո չես էլ պատկերացնում ինչի համար ես դու մեռնում Հիմա տես ասում ենք Ես քիչ առաջ նման դիտարկում եմ արել կներեք Գևորգ ջան որ եթե մարդը իր հոգում երկինք չունի ինչպես Վահան Թոթովենցն էր ասել անիմաստ է որևէ բանի մասին խոսելը շարունակեք խնդրեմ Էս է խնդիրը իսկ իմ կոչը նայեք երեք բան եղավ ցույց եղավ Այո տեսանք մենք հա մեր ձևով Խաղբանտարկյալների եւ այո ձևերով անում են բայց նայեք Այնտեղ նկարները չտեսա Սերոբ Գասպարյանի չտեսա որը 30 տարի կրվել է կորցրել է իր եղբոր հերոսին որդուն եւ հիմա ինքը ԱԱԾ-ի պատվալում է չտեսա մարդ որը կռիվ է տվել այդ երկրի համար չտեսա հերոսի կամ հերոսի եղբոր նկարը այնտեղ ես չտեսա մեր Պավլիկ Մանուկյանի նկարը որը մարդը կռվել է էլի ու մնացած հերոսներն են որ իրականում կռվել են Ինչ եմ ուզում ասել այս ամեն ինչը Նկատի ունեք որ անազատության մեջ գտնվողներին եթե անդրադառնում են եւ ուզում են բողոքի ձայն բարձրացնել ապա ինչու են այսպես ընտրության հա նշաններ դնում եւ հա Եթե ասում ենք բոլորս մենք դեմ ենք թուրքահպատակության սահմանների Արցախը դա խաղաղության գնով տանք եւ եթե սրա համար է ապա պետքա բոլորի ով այս պահին անազատության մեջ է պետքա բարձրացվի անկախ սա քաղաքականությունն է մի օր կհայոյեն մի օր կլավանան հետ Էդմոնը կամ մնացած այդ կողմերը իրարի չեն հայոյել են բայց սա քաղաքականությունն է դա անձնական դաշտ չի բա բարձրացնենք բա բարձրացնենք նկարները գցենք մարդը 30 տարի ծև հոբազը կռվի այո մարդու նկարը անազատության մեջ մարդու նկարը չբարձրացնենք բա հարց եմ տալի ինչի պետք է մենք կռված տղեկը ձեր կողքը կայնենք Պատճառները որտեղ եք տեսնում Գևորգ ջան Ինչ Պատճառները որտեղ եք տեսնում Պատճառները դեռ արժևում են Պատճառները դեռ արժևում են դե սա նոր ասկսում ես Դատերաբեմը նոր աբացվեմ Դե 2026-ին անողոք ընտրություններ են սպասվում արդեն իսկ ուրվագծվում է պատկերը Ես տեսնում եմ միաբանություն մեր հայ ազգի հավատքի մեջ հոգևոր դաշտում ես տեսնում եմ լեգիոնի Ես այսօր կոչում եմ լեգիոնն կանգնած եղել սահմաններում եւ լեգիոնն էլ պետք է առաջնորդի եկեղեցու հետ միասին
Ես ուրիշ ուշ չեմ տեսնում։ Հավատում եք, որ կմիաբանվենք, հավատում եք, որ եսը կդառնա մենք, հավատում եք, որ կգիտակցենք լրջության պահը եւ վերջապես կհասկանանք, որ պետք է պայքարել հանուն մենքի եւ հանուն մեր ինքնության պահպանման։ Դուք հավատում եք։ Այո, ես սա մի մեծ ստում եմ, այո, մենք պետք է քթի վրա գնանք ասֆալտին, որ հասկանանք, թե երկինքն ու երկիրը ինչ է նշանակում եւ այն այրունը տված տղեկի գինը։ Մենք պետք է այդ երկու բանը հասկանանք։ Մենք պիտի արժանի լինենք մեր տղաներին, այո։ Այո, այո։ Ինձ թվում է մենք կանգնած ենք զտնման մեջ։ Հայի գենի եւ յանի ազգանման մեջ։ Մենք կորցնել ենք դեռ շատ բան։ Բայց երբ որ հայի գենը կկանգնի եւ երկին կաղաղակի, ես ոչ թե համոզված եմ, ես հաստատում եմ դա, որովհետեւ չի կարող հաղթած թագավորի կողքի որդիները ծգի գան, չի կարող այդպես բան, չի կարող, դա անհնարին է։ Գևորգ ջան, շնորհակալ եմ բավականին հետաքրքիր եւ ուշագրավ զրույցի համար, բավականին ուշագրավ դրվագների մասին դուք այսօր խոսեցիք։ Այս նոտայով թերևս ավարտենք այսօրվա մեր զրույցը, բայց մենք դեռ առիթներ կունենանք էլի ձեզ հետ կապ հաստատելու եւ անպայման կխոսենք ձեր կողմից իրականացված ծրագրերի, գործերի եւ նախագծերի մասին եւ հուսանք, որ դեռ ամեն ինչ կորած չէ։ Շնորհակալություն ձեզ Գաներ ջան, Աստված օրհնի մեր հայ ազգին։ Բոլորին, ամեն Գևորգ ջան, բոլորին, շնորհակալ եմ, լավ մնացեք, խաղաղությամբ մնացեք, հաջողություն ձեզ։